Ինչպես է պատահում, որ մի տեխնիկապես անթերի Airbus A320 ինքնաթիռ փորձառու անձնակազմով, գիշերով, առանց տեսանելի պատճառի հայտնվում է Սև ծովի հատակին։ Այսօր հենց դրա մասին ենք խոսելու։ Խորանում ենք Armavia 967 չվերթի ողբերգական պատմության մեջ։ 2006 թվականի մայիսի 3-ն էր, Երևան Սոչի չվերթը։ Вам подход Armavia 967, доброй ночи, взлет его двоек, набор 160 эшелон։ Մեր ձեռքի տակ վթարի հետաքննության պաշտոնական նյութերն են, ձայնագրությունները։ На курсе взлета разворот по команде в наборе 160 и 957. 2104-34. Сочи, погода, 2000, на 170. Եվ մեր նպատակն է միասին հասկանանք, ինչ իրադարձությունների շղթա հանգեցրեց այս իրականում կանխարգելելի աղետին։ Широта 06-02. Время 2106-33. Կենտրոնանալու ենք մարդկային գործոնի, հոգնածության վրա, Եվ հաղորդակցության խնդիրների, որոնք շատ կարևոր էին։ հենց այդպես։ Թռիչք է, Սոչիում եղանակը վատն է, ամպեր անձրև, Ցածր անպամացություն, հա։ այո, ցածր։ Անձնակազմն ընդհանուր առմամբ փորձառու էր, բայց կոնկրետ A120-ի վրա համեմատաբար նոր։ Այսինքն ժամերը շատ չէին հենց այդ տիպի վրա։ Հրամանատարը մոտ 5500 ընդհանուր ժամ ուներ, բայց A120-ի վրա մոտ 1400։ Երկրորդ օդաչյունը մոտ 2200 ընդհանուր ու դրանից մոտ 1000 A120-ի վրա։ Հասկանալի է։ Ու մի կարևոր դետալ էլ կա հետաքննության մեջ, նշվում է, որ հրամանատարը միշտ չէ, որ բարձրաձայն կրկնում էր հրահանգները, ինչպես պահանջվում է։ CRM-ի Crew Resource Management-ի խնդիրներ կարող էր առաջացնել։ Միանշանակ։ Ինքնաթիռն ինքնին լրիվ սարքին էր, վառելիքն էլ հերիքում էր։ Նույնիսկ հետ գալու պահեստային տարբերակը կար։ Բայց ձայնագրություններից պարզ է դառնում անձնակազմը հոգնած էր, զգացվում էր։ Եվ այդ հոգնածության ֆոնին թռիչքի ընթացքում լուր են ստանում, որ Սոչիի եղանակն էլ ավելի է վատացել, նվազագույնից էլ ցածր։ Այո։ Ու սկզբում տրամաբանական որոշում են կայացնում։ Վերադառնալ Երևան, վառելիքը կար, եղանակը վատ էր։ Բայց հետո այստեղ մի տարօրինակ բան է տեղի ունենում։ Հրամանատարը սկսում է դե նյարդայնանալ դիսպեչերի վրա։ Կասկածում է անգամ, թե ինչ-որ անձնական բան կա, որ իրենց չեն ընդունում, ու նույնիսկ Սուտ տեղեկություն են տալիս, չէ՞։ այո, ասում են, թե ինքնաթիռում падգամավորներ կան, ակնհայտորեն ճնշում գործադրելու համար։ Սպասեք, այսինքն որոշել էին հետ դառնալ, հետո հաղորդում են եղանակի բարելավման մասին ու նորից փոխում են որոշումը։ Հենց այդպես։ Դիսպեչերն ասում է, եղանակը մի փոքր լավացել է, ու անձնակազմը չգիտես ինչու հակառակ նախորդ որոշման նորից շրջվում է դեպի Սոչի։ Այս անվճռականությունը ինքնին արդեն մտահոգիչ է։ Շատ։ Դա ցույց է տալիս ստրեսի մակարդակը, հոգնածության ազդեցությունը, այս ետ ու առաջը հող է նախապատրաստում հետագա սխալների համար։ Սկսում են վայրեջքի պատրաստվել արդեն Սոչիում։ Բայց խնդիրները չեն վերջանում։ Վայրեջքի ընթացքում էլի խնդիրներ են առաջանում։ Հրամանատարը դժգոհում է ավտոպիլոտից։ Այո, ինչ որ փոփոխություններ է անում առանց բարձրաձայն հայտարարելու։ Սա խաթարում է թիմային աշխատանքը խցիկում։ Երկրորդ օդաչյունն էլ նորից հոգնածության մասին է խոսում։ Ճիշտ է։ Ու դրան գումարած դիսպեչերն էլ զգուշացնում է. շատ բարձր եք, պետք է արագ իջնեք։ Լարվածությունը երևի գագաթնակետին է հասնում։ Անկասկած։ Ու արդյունքում ինչ է ստացվում։ Ինքնաթիռը ուշացած է դուրս գալիս վայրեջքի ուղեգից, բարձր է, արագ է։ Հրամանատարը փորձում է ուղղել, հա, անջատում է ավտոպիլոտը։ Մի պահ անջատում է, ձեռքով ուղղում, հետո նորից միացնում։ Թվում է, թե մի պահ կայունանում է մոտեցումը, բայց հենց այդ կրիտիկական պահին Դիսպեչերի հրահանգը։ այո, անսպասելի ու ոչ ստանդարտ հրահանգ։ Դադարեցրեք վայրեջքը, ամպեր 100 մետր, շրջվեք աջ եւ բարձրացեք 600 մետր։ Ուշադրություն դարձրեք, ոչ թե գնացեք երկրորդ շրջան, ստանդարտ հրահանգը։ Այլ դադարեցրեք վայրեջքը։ Տարօրինակ ձևակերպում է։ Շատ։ Եվ այս ոչ ստանդարտ հրահանգը այդ ստրեսի պահին կարծես վերջին կաթիլն է լինում։ Ինչ է անում հրամանատարը։ Ստանդարտ բնական ռեակցիան կլիներ TOGA, Take off go around ռեժիմը միացնելը, որ ինքնաթիռը կտրուկ բարձրանար։ Բայց նա սեղմում է PTLO, Push to level off կոչակը։
level off, այսինքն ուղակի հարթեցնել թռիչքը։ Հենց այդպես, ոչ թե բարձրանալ, այլ ուղակի դադարեցնել իջեցումը։ Ավտոպիլոտներից մեկն անջատվում է, ինքնաթիռը հարթեցվում է, սկսում թեքվել աջ, ինչպես հրահանգվել էր։ Բայց հետո սկսում է սխալների շղթան։ Էլ ինչ սխալներ։ Հրամանատարը սկսում է ղեկը օգտագործել, ինչը A320-ի վրա նման իրավիճակում պետք չէ։ Հետո սխալմամբ բարձրության կարգավորիչը 600 մետրի փոխարեն դնում է 975 մետր։ Ու ամենակարևորը, շարժիչի լծակները տեղափոխում է ոչ թե TOGA, առավելագույն քարշի, այլ climb, վերելքի ռեժիմի։ Սա այն է, ինչ անվանում են ավտոմատացման անակնկալ, այսինքն օդաչուն մի բան է սպասում, համակարգը լրիվ այլ կերպ է արձագանքում։ Ճիշտ այդպես է, ավտոպիլոտը փորձում է բարձրանալ այդ սխալ 975 մետրին, բայց climb ռեժիմի հզորությունը չի հերիքում։ Ինչ է լինում։ Արագությունը կտրուկ ընկնում է։ Սպից նախազգուշացումը պետք է հնչեր։ Հնչում է, ու ավտոպիլոտը փորձելով պահել արագությունը, ինքնապաշտպանվելով իջեցնում է քիթը։ Այս քաոսի մեջ հրամանատարն անջատում է նաև մյուս ավտոպիլոտը, անցնում ձեռքով կառավարման։ Եվ այստեղ արդեն Ամենայն հավանականությամբ գործի անցնում է տարածական ապակողմնորոշումը, սոմատոգրաֆիկ պատրանքը։ Պատկերացրեք գիշեր է, ծովի վրա եք, ոչ մի լույս, ոչ մի կողմնորոշիչ։ Ինքնաթիռը արագանում է, քանի որ քիթն իջել է, ու այդ արագացումը օդաչուն կարող է սխալմամբ ընկալել որպես քթի կտրուկ բարձրացում։ Այո, ու փորձելով ուղղել իրավիճակը, նա իրականում ավելի է իջեցնում քիթը դեպի ծովը։ Ախր ճակատագրական սխալ։ Այո։ Հետո արդեն թևի փականները ուշ են հավաքում, արագության գերազանցման նախազգուշացումն է հնչում, cricket sound, ու հետո GPIS-ի հողին մոտենալու համակարգի ամենասարսափելի նախազգուշացումը. pull up, բարձրացիր։ Երկրորդ օդաչուն չի միջամտում։ Փորձում է, ձայնագրություններում լսվում է, լծակը տանում է ձախ, բայց միաժամանակ ըստ երևույթին ակամա, նաև առաջ է հրում։ A320-ի համակարգը միջինացնում է երկու օդաչունների հրահանգները։ Այսինքն հրամանատարի վեր քաշելու փորձերը չզոքացվում են։ Հենց այդպես։ GPWS-ը շարունակում է գոռալ, բայց ապարդյուն։ Շարժիչի լծակները մի պահ գնում են պարապընթացքի, idle, հետո նորից վերելքի, ինչն անջատում է ավտոքարշը, auto thrust։ Արագությունը շարունակում է աճել ու վայրկյաններ անց ինքնաթիռը մեծ արագությամբ բախվում է ջրին։ Այսպիսով տեսնում ենք մի պատկեր, թե ինչպես սկզբում թվացող փոքր խնդիրները, հոգնածությունը, ստրեսը, հաղորդակցության ինչ-որ խզումներ, Անվճռականությունը։ Այո, անվճռականությունը գումարվելով մեկ ոչ ստանդարտ դիսպեչերական հրահանգի ձևավորեցին մի շղթա, որը հանգեցրեց այս սարսափելի աղետին։ Հետաքննության եզրակացությունները շատ հստակ էին։ Այո, եռանակը նպաստող գործոն էր, բայց հիմնական պատճառները դիսպեչերի ոչ ստանդարտ հրահանգը, օդաչուների սխալները մանևրի ժամանակ, հատկապես ավտոմատ համակարգերի հետ կապված։ Այո, սխալ կիրառումը, տարածական ապակողմնորոշումը, անձնակազմի ոչ էֆեկտիվ համագործակցությունը, CRM եւ իհարկե GPWS ազդանշաններին համարժեք չարձագանքելը։ Տրվեցին հանձնարարականներ։ Այո, հիմնականում օդաչուների վերապատրաստմանը վերաբերող սոմատոգրաֆիկ պատրանքի ոչ ստանդարտ երկրորդ շրջանների կատարման, A320-ի ավտոմատացման առանձնահատկությունների, հատկապես ստրեսային պայմաններում եւ GPWS ազդանշաններին ճիշտ արձագանքելու վերաբերյալ։ Նաեւ ստերիլ խցիկի կանոնի կարեւորությունը վերահաստատվեց։ Եվ սա մի թեմա է, որի մասին արժե մտածել։ Դուք էլ մտածեք։ Որքանով կարող են այս բարդ ժամանակակից ավտոմատացված համակարգերը, որոնք ստեղծված են օգնելու, երբեմն շփոթության, նույնիսկ վտանգի պատճառ դառնալ, հատկապես բարձր ստրեսային, անսպասելի իրավիճակներում։ Եվ ինչպես պետք է մարզվեն օդաչուները, որ ոչ միայն կարողանան օգտվել այդ համակարգերից, այլև պատրաստ լինեն դրանց անակնկալներին ու կարողանան արդյունավետորեն միջամտել, երբ դա անհրաժեշտ է։ Սա շատ կարևոր հարց է ժամանակակից ավիացիայում։ Вам подходармаю 967, доброй ночи, взлет Тибо-2, наборе 160 эшелон. 967, вам подход. Доброй ночи, опознанный на протестной 160. Разворот будет по команде, пока прямой. На курсе взлета разворот по команде в наборе 160 и 965. 2104-34.
Сочи погода 2000 на 170. Полоса 06 и 02. Время 21:06:33. Армаве 960 Тбилиси, контроль, добрый день, полагаю, для вас. На Саханисе 240, курсом на Банут еще раз, на Банут 240 рассчитывает или ниже? И для информации РНЖ 967 из-за погоды возвращает опять к вам. Попозже дам. Хорошо. Алло. Насчет 967-го, что скажешь? Он снова вернулся, пошел на Сочи, открылся. Пошел, да? Хорошо.